ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am։ Բարև ձեզ, առաջինի եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր իմ հյուրն է, որը ինձ միացել է տեսակապով, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ Պարոն Պետրոսյան, երկշաբաթյա հրադադարը դա արդյոք պատերազմի ավարտ է, եւ եթե այո, վերջը ով է այդ պատերազմում հաղթել, որովհետեւ բոլորը հայտարարում են, որ իրենք հաղթել են, եւ ընդհանրապես կան այս պատերազմում հաղթողներ այս պահին։ Երկշաբաթյա հրադադարը պարզապես հրադադար է։ Պատերազմի ավարտ կարող ենք նման գնահատական պատերազմի ավարտի գնահատական կարողանանք տալ այն դեպքում, եթե կողմերի միջև ստորագրվի որևէ փաստաթուղթ, օրինակ կոնֆլիկտի ավարտման պահության համաձայնագիր, հարաբերությունների վերականգնման համաձայնագիր եւ այլն։ Այս պահին մենք փաստացի չունենք նման իրավիճակ, այսինքն մենք ունենք բանակցային փաստաթղթեր, իրանական կողմը տվել է իր 10 կետանոց առաջարկը, ամերիկյան կողմը ունի իր առաջարկները, իսրայելական կողմին կարծես որևէ մեկը չի հարցրել իր պայմանների մասին եւ ըստ էության ունենք իրավիճակային ինչ-որ լուծում հաստատի։ Այստեղ ամենակարևորը ես կարծում եմ, այն պայմանավորվածություններ կամ այն իրավիճակներ, երբ Դոնալդ Թրամփին օրինակ անհրաժեշտ էր ինչ-որ մի լուծում իր տված վերջնաժամկետների մասով։ Որտեղ մի քանի անգամ հայտարարեց, որ եթե Իրանը Հորմուզի նեղուցը չբացվի, աննախադեպ հարված կլինի, իսկ երեկվա հայտարարությունները կոնկրետ քաղաքակրթություն, այսինքն ընդհանրապես Իրանը վերացնելու մասին էին։ Եղել են տարբեր ժամկետներ, որոնք անընդհատ հետաձգվում են։ Սա կոնկրետ վերջնաժամկետ էր եւ այսպես ասած, եթե շատ կոպիտ գնահատենք, դեմքը փրկելու ինչ-որ դրա հետ կապված ինչ-որ պայմանավորվածություն է։ Ընդ որում երկու դեմքը փրկելու։ Հա։ Տվյալ դեպքում Թրամփի, բայց երկու կողմից էր, որտեղ անընդհատ Թրամփն է վերջնաժամկետ տալիս եւ պահանջում էր Հորմուզի նեղուցը բացել, որին այդպես էլ ականատես չենք լինում։ Որովհետեւ դա իրանական կողմի ամենակարևոր խաղաքարտն է, որը նա անընդհատ այսպես կիրառում էր եւ դրանով ազդում էր միջազգային քաղաքականության վրա, մեր ամերիկյան պրոցեսների վրա եւ այնպես տարածաշրջանային պրոցեսների վրա։ Հիմա դրա համար միջանկյալ լուծում ձեռք բերվեց, կարծես թե երկշաբաթյա հրադադար։ Հիմա այս հրադադարի ընթացքում մենք տեսնենք ուրեմն հեռանկար այս կոնֆլիկտի։ Այս բանը շատ մշտություն է, որտեղ այն կետերը, որ տրամադրել է Իրանը, եթե այդ կետերով է ավարտում հակամարտությունը եւ դրանք ֆիքսվում են, ես արդեն պատասխանում եմ ձեր հարցի մյուս բաղադրիչին, ով հաղթեց։ Եթե այդ կետերով է ուրեմն հանգուցալուծում կոնֆլիկտը, ուրեմն կասկածից վեր է, որ Իրանը իր այսպես սկզբունքային եւ ամուր դիմադրության արդյունքում ստացավ այն, ինչ որ չէր կարողանում ստանալ բանակցությունների արդյունքում։ Եթե այդպես է, Իրանը միանշանակ կարող է իրավիճակը ներկայացնել որպես հաղթանակ։ Եթե այդպես չէ, կարծիքական պայմանավորվածություն ձեռք չի բերվի։ Իսկ դա դուր կբացի հակամարտության հետագա սրացման վրա, որը կարծում եմ այս պայն ամենավատ եւ ամենավտանգավոր սցենարն է, այսինքն դա շարունակել է տևական ժամանակ կրկին տարածաշրջանը անորոշության մեջ պահել։ Բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ այս երկշաբաթյա ժամկետը նաեւ որոշակի առումով փորձաշրջան է
եւ հատկապես Միացյալ Նահանգները եւ Իսրայելը փորձել են հասկանալ արդյոք կարողանում են հրահրել նոր գործողություններ վարչակարգի դեմ։ Եթե դա տեղի ունենա, կարծում որ հրադադարը ինչ որ փուլի կրկին խախտվի հատկապես Իսրայելի կողմից եւ կրկին կգան վերջնանպատակին գնալու ծրագրին, այսինքն Իրանի վարչակարգի փոփոխությանը։ Միևնույն ժամանակ նաեւ վստահ եմ, որ իրանական կողմը եւս շատ լավ հասկանում է հակառակորդի հաշվարկները, շատ մեծ է երկու կողմում էլ անվստահությունը, փոխադարձ անվստահությունը, եւ այս երկու շաբաթվա ընթացքում կրկին տեսնել ենք նյարդերի պայքար, որը անընդհատ այսպես լարվածության մեջ է պահելու տարածաշրջանը։ Այսպեսի մի կարևոր նկատառում էլ այնուամենայնիվ ակնհայտ է, որ այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել հատկապես Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ։ Եվ Իսրայելի գործոնը հաշվի չի առվել։ Ամեն դեպքում ես որքանով հացել եմ ստուդիալ իսրայելական մամուլի արձագանքը, իսրայելական կողմը անակնկալ է եղել այս հրադադարից։ Եվ դրա համար էլ չի բացառում, որ իսրայելական կողմը փորձելի սադրանքների միջոցով անընդհատ անկայունություն ապահովել տարածաշրջանում, ցույց տա, որպեսզի կողմերը գնան լիարժեք հարաբերությունների կարգավորման եւ հրադադարը շարունակական է։ Ընդ որում, ելի եթե տարածաշրջանային մի շարք լրատվամիջոցների վերջին հրապարակումներն ենք դատում, հրապարակումներն ենք հաշվի առնում, ապա նույն Քուվեյթից, եթե չեմ սխալվում, Սաուդյան Արաբիայից, Բահրեյնից, տարբեր բնույթի Լիբանանից տեղեկատվություն կա, որ Իսրայելը շարունակում է գործողություններ իրականացնել, Իրանն էլ պատասխանում է։ Այսինքն կա տեղեկություններ, որ հրադադարի ռեժիմը այնուամենայնիվ լիարժեք չի պահվում։ Եվ սա կրկնում եմ, խոսում է փխրուն պայմանավորության մասին, որը ձեռք է բերվել վերջին պահին, զուտ, այսպես չակերտավոր ապոկալիպսիսից խուսափելու նպատակով, որտեղ Դոնալդ Թրամփի վերջին գրառումները հաշվի առնելով աշխարհն արդեն խոսում է միջուկային հարվածի հավանականության մասին, որը կարծում այնուամենայնիվ բլեֆ էր եւ որը բանակցությունների վրա ազդելու գործընթացի վրա ազդելու եղանակ էր, որի ականատեսնել եղանք ըստ էության։ Պարոն Պետրոսյան, այնուամենայնիվ ինչ է խանգարեց Թրամփին կիրառել գոնե կոնվենցիոնալ զենքեր Իրանի դեմ եւ այդ հարվածը, որը պետք է ուղղված լիներ կամուրջների էներգոհամակարգի ուղղությամբ, չկիրառել, ինչի դա չարվեց ըստ ձեզ, պատճառը որն էր։ Երկու պատճառ կարող եմ ասել։ Առաջինը, նախ եւ առաջ իրանական կողմը գտել էր դրա դեմ բավականաչափ հետաքրքիր լուծում։ Իրենք այդ կարևոր նշանակության օբյեկտներին քաղաքացիական պաշտպանություն էին, այդ օբյեկտների նկատմամբ քաղաքացիական պաշտպանություն էին ապահովել, այսինքն ինչ եմ ուզում ասել, մարդկանց բավականաչափ այսպես մեծ երթեր էին իրականացում կամուրջներով, հատկապես ռազմավարական ներկայացված ամբողջ կամուրջների երկայնքով մարդիկ էին հավաքված, այսպես քայլեր են իրականացնում, նույնն էլ կարևոր նշանակության էլի էներգետիկ օբյեկտների շրջանում, դրանք էլ էլի շրջապատված էին խաղաղ բնակիչների կողմից, այսինքն այդ գործողությունը վստահաբար ունենալու էր շատ ծանր հումանիտար հետևանքներ, իրանական կողմը կրկին հետաքրքիր մարտավարական լուծում էր գտել։ Սա առաջին, իսկ երկրորդը այնուամենայնիվ եթե անգամ այդ գործողությունը լիներ, ինքը էլի գետնի վրա չէր լուծելու այն խնդիրը, որը դրված է, այն վերջանապատակը, որը դրված է հարձակվող կողմի օրակարգում, այսինքն Իրանում վարչակարգի փոփոխությունը։ Հակառակը այս քաղաքացիական եւ ռազմավարական նշանակության օբյեկտների թիրախավորումը դրանք ավելի մեծացնելու էր հակակրանքը հարձակվող կողմի նկատմամբ, ատելությունը հարձակվող կողմի նկատմամբ։ Դրա համար կարծում եմ, որ եւ ինչպես արդեն նշեցի, չէր լուծվելու, վերջնականապես չէր լուծվելու այդ հարցը։ Եվ դրա համար էլ կարծում եմ, որ ավելի ճիշտ լուծում գտնվեց հրադադար, որից հետո էլ ուրեմն կամ որի ընթացքում էլ կողմերը կհասկանան հակամարտության հետագա ընթացքը։ Եվ այնուամենայնիվ մենք ականատեսենք, որ հակամարտությունը գնում է դեպի լճացման։
Ճիշտ է, կային թիրախային օբյեկտներ, կային ռազմավարական թիրախներ, որոնց նկատմամբ թե Իսրայելը, թե Միացյալ Նահանգները իրականացնում են գործողություններ, բայց մեծ հաշվով որևէ մեկը չէր հասնում իր դրած վերջնարդյունքին։ Այսինքն հարձակվող կողմը չէր կարողանում մոտենալ վարչակարգի փոփոխությանը, իսկ պաշտպանող կողմն էլ բնականաբար իր գործողություններով չէր կարողանում դրդել Միացյալ Նահանգները Իսրայելին այնպիսի քայլերի, որ իրենք արագ դադարեցնեն պատերազմը։ Չհաշված Հորմուզի նեղուցի հանգամանքը, բայց կարծում դա լուծվող հարց էր, այսինքն մեծ հաշվով ամերիկյան կողմը կարողանար դրա լուծում ունենալ, անգամ սահմանափակ ցամաքային գործողության միջոցով, պարզապես չկար նպատակ ցամաքային գործողություն սկսելու, որտեղ դա արդեն վերածվել էր ճահիճի Միացյալ Նահանգների համար։ Եվ այս պատերազմի շարունակականությունը արդեն դառնալու էր խիստ անկանխատեսելի եւ վտանգավոր Միացյալ Նահանգների համար։ Դա համար գնացին իրավիճակային լուծման, մինչեւ արդեն կհասկանան։ Բայց կրկնում այստեղ ամենակարևորը Իսրայելի գործոնն է, որտեղ Իմի պատերազմը ինքը հրահրվեց եւ սկսվեց Իսրայելի դրդմամբ։ Հիմա էլ այս հրադադարի կայունությունը էլի պայմանավորված է հիմնականում Իսրայելի հաշվարկներով։ Իսրայելի մասով Իսրայելի ընդդիմության առաջնորդ նախկին վարչապետ Յայիր Լապիդը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի քննարկման ժամանակ բանակցությունների սեղանից Իսրայելի բացակայությունը դիվանագիտական աղետ է Իսրայելի համար, որի համար մեղավոր է հենց անձամբ վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Շատ ավելի շատ ներքաղաքական հայտարարություն է, որը ներքաղաքական օրակարգ է սպասարկում, թե իրոք, եթե մենք փորձենք անաչառ կերպով գնահատել Իսրայելի հետ կատարվածը, սա կարող է հետագայում Իսրայելի համար ունենալ շատ վատ հետևանքներ։ Սա շատ կարևոր հարց է, իրականում շատ կարևոր հարց է։ Ես դրա համար Իսրայելի հանգամանք անընդհատ ընդգծում եմ, որովհետև պատերազմի ընթացքը, դրա արդյունքները եւ հետևանքները վերածվել են Իսրայելի համար ներքաղաքական օրակարգային ամենակարևոր հարցը եւ պատերազմը ինքը շահարկում են հատկապես ընդդիմադիր դերակատարների կողմից եւ տեսնում ենք հիմա էլ շահարկում է։ Այսինքն մենք տեսանք ինչ որ փուլում, երբ որ ընդդիմությունը արդեն պատերազմի առաջին շաբաթվանից երկրորդ շաբաթվա վերջին մոտավորապես, երբ որ հասկացան, որ Իսրայելի ներսում հասկացան, որ վարչակարգի փոփոխությունը, այսինքն այդ վերջնանպատակը իրատեսական չէ, դրանք շատ արագ դարձին ներքաղաքական խոսույթի ամենակարևոր բովանդակային մաս եւ սկսեցին շահարկել պատերազմը, այսինքն պատերազմը Իսրայելը չի հաջողում, որովհետեւ վերջնանպատակը չի սահմանում եւ իրենք դրեցին վերջնանպատակը, եթե Իսրայելը չկարողանա հասնել, այսինքն ընդդիմության մասն է խոսքը, եթե Իսրայելը չկարողանա հասնել Իրանում վարչակարգի փոփոխության, եթե Իսրայելը չկարողանա հասնել Լիբանանում Հիզբալլահի ջախջախման, ուրեմն այս պատերազմը Իսրայելի համար չասենք պարտություն է, պարտություն անունը պարտություն ձևակերպումը գնահատականը չի հնչեցել։ Այս պատերազմը Իսրայելի համար առնվազն հաջողված չէ։ Այս խոսույթը կար, սրանով պայմանավորված արդեն Իսրայելի իշխանություններն իջեցին նշաձողը, այսինքն իրենց համար որպես վերջնարդյունքներ սահմանեցին այն, որ այլևս Իրանը երբեք չի կարողանա ունենալ միջուկային զենք, այլևս Իրանը չի կարողանա ունենալ բալիստիկ հրթիռներ, որոնցով կխոցի Իսրայելի տարածքը, Իրանը այլևս որևէ կերպ չի կարողանա անվտանգային մարտահրավեր դառնա Իսրայելի համար եւ Հիզբալլահի հարցն էլ already ուրեմն ընթացքում կլուծվի։ Բայց եթե մենք հիմա դիտարկում ենք այս հրադադարը, տեսեք, ռազմական գործողությունները ամբողջովին դադարեցվում են ընդ որում բոլոր ճակատներում։ Սա նշանակում է, որ հաստատի ամբողջովին չի լուծվել միջուկային ուրեմն հիմնախնդիրը, որովհետև նույն իրանական կողմի ներկայացված ուրեմն պայմաններով Իրանը ունենալու է իրավունք միջուկային ուրանը հարստացնելու, թեկուզ սահմանափակ ծավալով, բայց հարստացնելու։ Հրթիռների հարցը չի լուծում, ինչու, որովհետև դա չկա հաստատում եւ գումարած դրան Իրանը շարունակում էր տիրապետել հրթիռների, հրթիռային հրթիռարձակման համակարգերի եւ պարբերաբար թիրախավորում էր
ոչ միայն Իսրայելի, այլև տարածաշրջանի տարբեր երկրների տարածքներ։ Սա երկու։ Երրորդը պատերազմը դադարեցում է նաև Լիբանանի տարածքում, իսկ սա ինչ է նշանակում, որ այնուամենայնիվ Հիզբալլահի հարցը վերջնականապես չի լուծում։ Հետևաբար սա նշանակում որ Իսրայելի ընդդիմությունը սա կարող է շատ հաջող կերպով շահարկել ընդդեմ իշխանության ընդդեմ Նեթանյահուի եւ ուրեմն ընտրությունների շեմին դրանց մի քանի ամիս է մնացել ընդամենը շատ լուրջ խնդիրներ ստեղծել Իսրայելի այդ չեմ ասում տնտեսական խնդիրները, հումանիտար խնդիրները, անվտանգային խնդիրները, որոնք անընդհատ շահարկվում են երկրի ներսում այսինքն մի մեծ փաթեթ է ընդդիմության կողմից արդեն իսկ պատրաստել, որ օգտագործվելու է Նեթանյահուն իշխանազրկելու համար։ Սա է պատճառը, որ ես վստահաբար չեմ կարողանում պնդել, որ օրինակ Իսրայելը ուրեմն ինչ որ փուլի չի միջամտի եւ այս հրադադարը բնականաբար ոդեր չի ցնդի, բայց այնուամենայնիվ պետք է նաեւ ասել, որ չնայած որ Իսրայելը կարող ունենալ նման պլաններ, ամեն դեպքում Միացյալ Նահանգների եւ հատկապես Դոնալդ Թրամփի կարծիքը բավականաչափ կարեւոր է այս հարցում, որտեղ այս ամեն ինչին Իսրայելը նաեւ կարողացավ հասնել, իսկ արդյունքները միանշանակ շատ մեծ են, ճիշտ է վերջնական որպես այդպեսին արձանագրված չէ, բայց արդյունքները Իսրայելի համար շատ մեծ են։ Եվ դա հնարավոր եղավ են Դոնալդ Թրամփի վարչակազմի եւ անձամբ Դոնալդ Թրամփի որոշումների արդյունքում։ Հիմա որպեսզի միջազգային խնդիրներ չառաջանան, միջպետական խնդիրներ չառաջանան, Իսրայելը բնականաբար հաշվի առնելու Միացյալ Նահանգների դիրքորոշումը, Դոնալդ Թրամփի դիրքորոշումը, բայց միևնույն ժամանակ չի կարելի բացառել նաեւ որ հենց Նեթանյահուն իր անձնական, իր քաղաքական օրակարգի համար Իսրայելի ուրեմն շահերի համար գնա երբեմն էսկալացիայի հրադադարի խախտման, որն էլ էլի տարածաշրջանում ուրեմն անընդհատ այսպես լարվածություն կառաջացնի եւ կպահպանի։ Արմեն, փաստացի ստացվում է, որ անձամբ Նեթանյահուի համար Իրանի վրա հաղթանակը, հաղթել Իրանին նշանակում է ապահովել սեփական իշխանության կենսունակությունը։ Իսկ Թրամփի դեպքում հաշվի առնելով, որ նոյեմբերին նրան սպասում են միջանկյալ ընտրությունները կոնգրեսում։ Երկու կողմերի համար դա օրակարգային խնդիր է, բայց այստեղ մի կարևոր դրամագծորեն տարբեր իրավիճակներ ունենք։ Այսինքն Իսրայելի դեպքում պատերազմի շարունակումը ինքը տալիս է չափելի արդյունքներ, որովհետև Իսրայելը ուներ հստակ իր թիրախներն ու նպատակները, դա Իրանի ներուժը հնարավորինս ջախջախելն է, որն էլ իրականացում է ռազմավարական օբյեկտներ, ռազմական օբյեկտներ, զորահրամանատարներ, քաղաքացիական պաշտոնյաներ եւ այլն։ Միացյալ Նահանգներում այլ է, Միացյալ Նահանգներն էլ ուներ իր թիրախները, որոնց հարցերը լուծվեցին մեծ հաշվով, բայց հետագա շարունակականությունը արդեն Միացյալ Նահանգների շարից չէր մուսում, որտեղ ինչպես արդեն նշեցի, պատերազմը գնում էր լճացման։ Հեղինակազրկում էր Միացյալ Նահանգները, Հորմուզի նեղուցի այս արգելափակումը մեծ հաշվով շատ մեծ խնդիրներ էր առաջացնում Միացյալ Նահանգների հեղինակության համար, Դոնալդ Թրամփի հեղինակության համար, որտեղ անընդհատ այսպես մեծանում էր միջազգային ճնշումը նրա ամերիկյան վարչակազմի եւ անձամբ հենց նրա դեմ։ Եվ պետք է նշել, որ չափելի չէին արդյունքները, այսինքն որևէ հստակ բան չկար, բանաձև չկար, որ ենթադրենք շարունակում ենք եւս մեկ ամիս եւ հասնում ենք վարչակարգի փոփոխության, ոչ, իրանական կողմը գտել էր հաջող մարտավարությունը դիմադրության եւ գնում են այդ ճանապարհով։ Այս պարագայում բնականաբար էլ եմ ասում, Իսրայելի շահերից հետո կոնֆլիկտը շարունակվի, որտեղ ոնե Հիզբալլահի դեմ Լիբանանում իրենց հարցերը կլուծեն, իսկ Իրանի դեմ էլ որքան շարունակվի, որքան ռազմավարական օբյեկտներ խոցեն, մեկ է դա իրենց շահերից ներմխելու։ Միացյալ Նահանգների դեպքում հակառակը, որտեղ կրկնում եմ հատկապես Հորմուզի նեղուցը շատ լավ խաղակարդ էր, որը Իրանը կարողանում էր օգտագործել մի քանի ուղղությամբ միաժամանակ։ Պարոն Պետրոսյան, պատերազմը մեկ ամսից ավել տևեց,
Բայց այդ ամբողջ ընթացքում փաստորեն ամենահզոր աշխարհի պետությանը ԱՄՆ-ին եւ Իսրայելին այդ թվում նաեւ չհաջողվեց, հա, Իրանին ջարդել եւ եթե մենք հաշվի առնենք, որ Իրանը համարվում է, չգիտեմ որքանով է դա ճիշտ խոսք, դաշնակից, Ռուսաստանի դաշնակից է, հարց է առաջանում, արդյոք այս իրավիճակը, որը ձևավորվում է մեր տարածաշրջանում, բարենպաստ չէ Ռուսաստանի համար, որը կարող է, այսպես ասած, Իրանի պասով փորձի ակտիվանալ հարավային Կովկասում եւ օրինակ շատերը դիտարկում են Պուտին-Փաշինյան հանդիպումը Մոսկվայում, նաեւ այդ համատեքստում ինչ որ բան փոփոխվել է Ռուսաստանի համար տարածաշրջանում Իրանի այս չգիտեմ ինչպես անվանեմ, երևի հաղթանակ, Իրանի համար երևի դա էլ է հաղթանակի պարագայում Չասենք հաղթանակ, որտեղ հաղթանակը մի այո, Իրանի դիմադրության արդյունքում, Իրանի գուցե հաջող դիմադրության արդյունքում, որտեղ եթե այնուամենայնիվ նրանք կարողացել են ձախողել հակառակորդի վերջնանապատակները, սա արդեն հաջողություն է։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանը, բնականաբար Ռուսաստանը անուղղակի կերպով ամենաշահող խաղացողներից էր պատերազմի։ Առանձն երկու ռազմավարական ուղղություններ կան։ Մեկը այն, որ նրա աշխարհակաղակական հակառակորդ Միացյալ Նահանգները ներքաշվել էր անորոշ արդյունքներով ինչ որ պատերազմի մեջ եւ ուներ համակողմանի ներգրավվածություն միաժամանակ մի քանի տարածաշրջաններից։ Դա թե հատկապես ուրեմն մերձավոր արևելքներ այսքան Պարսից ծոցի երկրներն էին, դրան գումարած նաև ծովային տարածքներում ակտիվացնելով իրենց ներկայությունը եւ իհարկե քաղաքական մանևրները Միացյալ Նահանգների, որոնք մեծ հաշվով չէին տալիս այդ չափելի արդյունավետություն։ Այսպես որ այս առումով իրավիճակը բխում էր Միացյալ Նահանգների Ռուսաստանի շահերից։ Երկրորդը Միացյալ Նահանգների ներգրավվածությունը պատերազմին եւ նրա փորձերը մեծացնելու դաշնակիցների շարքը անհաջող փորձերը մեծ հաշվով խնդիրներ են առաջացել նաեւ ՆԱՏՕ-ի ներսում, այսինքն Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության ուրեմն երկրների։ Սա ինչ է նշանակում, որ ուկրաինական պատերազմում Ուկրաինայի աջակիցների միասնական ճակատը եւս մեծ հաշվով փլուզում է եւ գուցե այս process-ը ընթացք ունենա։ Եվ որպես այդպեսին Միացյալ Նահանգների այս ներգրավվածությունը Իրանի դիմադրությունը մեծ հաշվով էականորեն թույլատնում էր Միացյալ Նահանգների ներկայությունը այն բոլոր տարածաշրջաններում, որտեղ Միացյալ Նահանգները կար եւ ռազմական առումով եւ ռազմավարական առումով եւ քաղաքական ու տնտեսական։ Այդ մերձավոր արևելքից բացի նաեւ բնականաբար հարավային Կովկասը։ Հիմա որը Ռուսաստանի համար կենսական տարածաշրջան է։ Այսինքն առնվազն վերջին 1 տարվա ընթացքում Միացյալ Նահանգների ակտիվացումը հարավային Կովկասում կենտրոնական Ասիայում դա խնդրահարույց է նաև Ռուսաստանի համար։ Հիմա եթե Միացյալ Նահանգներում մենք կոնկրետ նախագծով հարավային Կովկասում մենք կոնկրետ նախագծով ունենք Միացյալ Նահանգների ներկայություն, իսկ դա օրինակ TRIP նախագիծն է, բնական է որ պատերազմի ամբողջ ընթացքում եւ չկարգավորված հակամարտության ընթացքում TRIP նախագծի իրականացումը մեծ հարցականի տակ է դրվել։ Իսկ դա ում շահերից է բխում, բնականաբար Ռուսաստանի դաշնության շահերից է։ Որովհետեւ այս կարևոր նախագիծը, որը նաեւ եւ հենց Միացյալ Նահանգների դերակատարումը Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում մեծապես թույլատնում է Ռուսաստանի դիրքերը եւ Ռուսաստանից մեծ հաշվով վերցրել էր Միացյալ Նահանգները մոդերացիայի այդ հիմնական ուղղությունները, որոնք չնայած Ռուսաստանը չէր կարողանում իրականացնել, բայց գոնե փաստաթղթային առումով այն առնվազն 2020 թվականի նոյեմբերի 9-ով եւ դրան հաջորդած մի քանի այլ երրակողմ ուրեմն հայտարարություններով Ռուսաստանը դեռևս պահպանում էր իր հնարավորությունը։ Հիմա եկավ 2025 թվականի օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները Վաշինգտոնում եւ Ռուսաստանից խլեցին այդ մանավանդ Հայաստանի ու Ադրբեջանի
համաձայնության արդյունքում ուրեմն Ռուսաստանից խլվեց այդ մենաշնորհը։ Հիմա փաստորեն Միացյալ Նահանգները ունենալով այդ դերակատարումը եւ կողմերի համաձայնացումը, բայց չունի գետնի վրա առարկայական հնարավորություններ, որտեղ այդ հնարավորությունները պատերազմի արդյունքում իրականավորվում են Իրանի կողմից։ Իսկ սա բնականաբար արդեն հնարավորություն է Ռուսաստանի համար եւ մենք տեսնում ենք, որ Հայաստանում ընտրությունների ընթരാճ Ռուսաստանի այսպես արձագանքները եւ նաեւ Ռուսաստանի ներգրավվածությունը process-ին ավելի ակտիվ է դառնում, որը շատ կանխատեսելի է։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Պետրոսյան։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրն էր, որը միացել էր մեզ տեսակապով, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։